կկախ կմնա։ Կներեք, որ խառնվում եմ, կարելի է իմանալ քանի տարեկան է ձեր տղան։ 14, իսկ ինչի։ Փաստորեն դեռ անչափահաս է։ Հասկանում եք, Սուրեն ջան, ինձ փող է հարկավոր, որ համ վիրահատության ծախսերը փակեմ, համ բնակարան առնեմ։ Տիկին Վարդուհի, իսկ եթե ես ձեզ առաջարկեմ, որ ձեր տղայի վիրահատության ծախսերը ձեր հետ կկիսեմ։ Մի րոպե, Սուրեն, կներեք, որ նորից եմ խառնվում, բայց ես կարծում եմ, որ կարող եմ ավելի լավ առաջարկ անել։ Սուրեն, տիկին Վարդուհու տղան կարող է նույնիսկ անվճար վիրահատվել։ Տիկին Գոհար, Վիլեն անունը ձեզ ծանոթ է։ Հա, Մերի նախկին ընկերոջ անունը Վիլեն էր։ Վաղուց են ընկերությունը։ Կարծեմ մի 2 ամիս առաջ բաժանվեցին։ Այդ տղան խելագարի նման սիրում էր Մերիին, բայց Մերիի սիրտը չկպավ։ Այդ տղայի մասին ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք տալ մեզ։ Ես շատ բան չգիտեմ։ Ուղղակի տեղյակ եմ, որ դաշնակահար է, ինչ որ երաժշտական դպրոցում է աշխատում։ Չգիտեք որ դպրոցում։ Չէ, դա չգիտեմ, բայց շատ կիրթ ու ինտելիգենտ տղա է։ Ես նրան մի անգամ եմ տեսել ու կարող եմ ասել, որ շատ լավ տպավորություն է թողել։ Իսկ պատահաբար ազգանունը չգիտեք։ Գիտեմ, Մերին մի անգամ նրա համերգի հրավիրատոմսն էր բերել։ Այդտեղից իմացա, որ Հովանեսյան է։ Հովանեսյան Վիլեն։ Լավ, Գեորգ, ժամանակ մի կորցրու։ Գնա բարձի, այդ անուն ազգանունով դաշնակահարը որ դպրոցում աշխատում։ Լավ խոսա։ Իսկ ինչ ապատալ, պարոն Ղազարյան, ինչ-որ բան եք իմացել այդ տղայի մասին։ Ոչ մի հստակ բան, տիկին Գոհար։ Այո, տիկին Վարդուհի, ձեր տղան ունի այդ հնարավորությունը։ Եթե դուք համաձայնվեք, որ նա ներգրավվի մեր բարեգործական ակցիայի մեջ, ապա մենք ամբողջ ծախսերը կվերցնենք մեզ վրա։ Ներառյալ բուժման եւ դեղորայքի ծախսերը։ Սուրեն, չհասկացա, ինչ ֆոնդի մասին է խոսքը։ Ներեցեք, ես երևի թե հենց սկզբից պետք է ներկայանայի։ Ես մի բարեգործական ֆոնդ եմ ներկայացնում, որը զբաղվում է անչափահաս եւ առողջական խնդիրներ ունեցող երեխաների օգնությամբ։ Բայց դուք ինչ գիտեիք, որ իմ տղեն օգնության կարիք ունի։ Տիկին Վարդուհի, պիտի ասեմ, որ դուք հաջողակ եք շատ։ Այսօր երջանիկ պատահականությամբ Բելան ինձ հետ եկավ։ Բայց չգիտեմ, մի տեսակ հավատս չի գալիս։ Մենք արդեն 4 փոքրիկի նման օգնություն ցույց ենք տվել։ Նույնիսկ լուրերով հայտնեցին, չեք լսել։ Դե ուղղակի շատ անսպասելի էր։ Բայց դա ռեալ նախագիծ է, տիկին Վարդուհի։ Հիմա ինչ եք ասում, համաձայն եք։ Իսկականից տղաս անվճար կվիրահատվի։ Այո։ Ձեր նախընտրած հիվանդանոցում եւ ձեր նախընտրած բժշկի մոտ։ Իսկ Մասիվի 2 սենյականոց բնակարանը դեռ ուժի մեջ է։ Այդ դեպքում իհարկե համաձայն եմ։ Չեք փոշմանի, տիկին Վարդուհի, ես ձեզ խոստանում եմ։ Չգիտեմ էլ ինչ ասեմ, շնորհակալ եմ։ Փաստորեն իրար ճանաչում եք, հա? Դուք երկու պիտի բացատրություն տաք, թե ես ինչ եմ անում հիմա ստեղ։ Եթե այդպես խոսալու բան ունեիք, գայիք մոտս կնստեինք մարդավարի կխոսայինք։ Հիմա կխոսանք։ Ես չեմ ջոգում, դուք ինձ ում տեղն եք դրե բաբշե։ Չեք ջոգում, որ ձեր երկուսի համար է կարա շատ վատ լինի, ու մի անգամից։ Քո համար վատ կլինի, եթե մեզ չլսես։ Լավ, ասեք լսում եմ։ Չես մոռացել, այսօր ինչ օր է։ Երեքշաբթի չի։ Քեզ էշի տեղ մի դիր, ուրա մաշն ես։ Քո ավտոն սարքած գարաժում կանգնած է։
Այսօր Իրիգունը պետք է բերեի մոտդ։ Խոսքը թազա ավտոյի մասին է։ Ինչ թազա ավտո։ Ես քո մաշինեն ոնց պետք է նենց էլ սարքել եմ։ Ոնց որ թափ-թազա է։ Ինչ։ Դու ոչ մի ասլավանի չունես ինձնից թազա մաշինա ուզելու։ Քո մաշինեն ես խփել եմ, սարքել եմ, հիմա հետ կբերեմ կտամ։ Հարցեր կան։ Հա կան։ Ոդ լիքը հարցեր կան։ Որովհետև դու բան չես ջոգում, ու քեզ սխալ ես պահում։ Դու ինչի ես վաբշի խառնվում ես բազարը։ Էսի իմ ու Մաքսի բազարն է։ Հանգստացիլ է։ Վարդանը որ ստեղը ուրեմն ինքը իրավունք ունի մասնակցի բազարը։ Այս բազարը ճշտով բազար չի։ Քո ավտոն սարկած է։ Ասացի չէ, այսօր Իրիգուն կբերեմ։ Դու ճաշտից մի խոսա, պապշե։ Դու ճաշտից հեռու մարդ ես։ Չջոգի։ Ճաշտով տղեն մի հատ ավտոյի բազարի համար մենթերին ոտի չեր անել։ Ես մենթերին չեմ անել ոտի։ Բա ինչ ես արել։ Դու չէր Ղազարյանով ինձ վախացնում, է։ Ղազարյանը իմ աներն է, եթե կուրսի չես։ Ու ես իրեն որպես մենթ չեմ դիմել։ Ղազարյանը որպես մենթ է ինձ ուգրաժտար է։ Անես որ քո ճիշտն է, քո սարկածը ավտոն է։ Մաքսը մի լիքը ասնավանի ունի քեզ պրեսի տակ պահի։ Կարծեմ գործերդ վատ չեն, չէ։ Հանք ունես, բան։ Ես չեմ ջոգում։ Դուք ինչ եք ուզում ինձանից։ Կջոգես։ Եկա վաղտը կջոգես։ Հա Գևորգ։ Ղազարյան, Հովանեսյան Վիլյանին գտել եմ։ Դաշնակահարա տվյալ բան չի աշխատում, տանտեղ եմ մացել։ Ասեն ասա, ես հենց հիմա գալիս եմ։ Հա, լավ, հերո։ Ռուբեն Դալեկ։ Արուս։ Ուրախ եմ ծանոթության։ Ես նույնպես։ Նստեք։ Շնորհակալ։ Աշխատում եմ հետևել ձեր հաղորդումներին։ Օգտակար ինֆորմացիա հաճախ եք հաղորդում։ Ուրախ եմ, որ հավանում եք հաղորդում։ Այդ տղեն ինչ եղավ։ Տիկոնս մարավոտ եկավ ստեհած կերավ, հետո ասես, որ գալիս է քո մոտ վարը, դուրս է եկել։ Այ քեզ բան, պաստորեն մեքենա ստեղա դեռ։ Դու Դավիթի ընկերներին Սաղին է ճանաչում ես, միած զանգի տեսես, որ իրան տեսնող եղել, հատ չի եղել։ Ապա Սաղի հետ կապնվել եմ, ոչ մեկ դավես կուրսի չի։ Տղեք, դավնեսով պիտի գնար այդ Մաքսի հետ հանդիպեր ջիպը տար, չէ։ Ասում կարող է պրոբլեմներ եղել այդ ընթացքում։ Չէ, ապետ, ես զանգել եմ ուստի հետ խոսացել եմ։ Ու մոտ որ տալ ենք մեքենան ոզ թողել ենք, այտենց էլ ընդե կայնացան։ Պետք է գնային վեկալեն, չեն գնացել վեկալեն։ Չէ, ստեղ հիշում ամեն չի։ Հաստատ։ Թավո։ Հացեք ոստիկանությունից է։ Որտեղից? Դուք հաստատ սխալ հասցեով եք եկել։ Վիլեն Հովանեսյանը այստեղ չի ապրում։ Այո։ Ուրեմն բացեք ու մի ձգձգեք։ Բացեք ասում եմ։ Իրանը դուք եք։ Այո։ Մեզ է բաժանում եք։ Ինձ թվում է այստեղ սխալմունք կա։ Գնանք տեղում կպարզենք։
Ախր ես ոստիկանության հետ ոչ մի կապ չունեմ։ Ես ինչի պետք է բաժին գամ։ Դուք հաստատ սխալվում եք։ Ասեք, ես ինչ եք անում։ Մի րոպե։ Բայց ես ինչ եմ արել։ Գնացինք։